ասեմ բլում է։ Լոտ, նայք, ՔՊ-ի մանկապարտեզը սարքած մանկապարտեզի ճաչեն է այսի։ Ժողովուրդը տեսնում է, ժողովուրդը իրանց ասելիքը կասի, անկեղծ, ես ամենի խոս չեմ տեսնում։ Հիմի նաև իմ հարցը Մասիվի թաղապետին է, այսինքն Վազգեն Սարգսյանի եղբոր կուսակցությանը էլի օրինակի համար։ Թաղապետը դուք եք, հասկանում եմ, որ ձեր կաբինետից ներքև ձեր քթի տակի այգիները նույնիսկ չեք մտնում նայում ինչա, բայց մանկապարտեզը այստեղ հասկանում եք, մեր երեխաներն են խաղում, հասկանում եք, այս քարը կբլվի կընկնի, հասկանում եք, բարոյականությունից եք, հետ եմ գալու նորից ստուգելու եմ, չեմ թողի, որ sense այս վիճակում թողեք այս մանկապարտեզը։ Դուք եկա պոկվելու անգնի, հա։ Զոդում պիտի անեն, սվարդան։ Չէ, այս նորմալ է, ժողովուրդ։ Այս իշխանությունը, պաշտոնյաները, աշխատանքային շրջանակներ չեն անում, իրանց աշխատանքային Կաբինետից դուրս չեն գալիս այդ մարդիկ, բախում են։ Մեկ էլ նկարվելու համար են դուրս գալի, որ սենց գան, բուն խնդիրները տենան, փորձեն լուծումներ տան, որպես այդպիսի տենց Կախվեն ու չեն գա, կախվեն ու չեն գա։ Ուրեմն մի օր որոշել եմ փող քաղաքապետերի հանգստան սենյակները շրջայց կատարել։ Տեսնեմ ինչ խմիչքներ եք դուք խմում։ Պատահական կլինի։ Անակնկալ ձեր համար։ Ձենը լսվում է։ Ամենաշատը 2 տարվա ընթացքում, 2 տարի հետո այս հանգապարտեզը նորից վերանորոգ։ Միանշանակ, նորից։ 2 տարի չի ծառայ, արդեն ամենաշատը արդեն քանդվել է։ Կանալիզացիան եկել է, լսվել է ստեղ ամբողջությամբ։ Դուք հասկանում եք այդ հակասային տարիքան վիճակը ինչա տեղ ունենալու։ Հավաքես մի ձևի լիներ, տաների լսներ արգիշտի մեկ հասցի դրանց կաբինետները։ Հիմա տեսեք ստեղ, էլի։ Ակոնք իմաստության ՔՊ-ն։ Բռներ լուկը ասֆալտել է։ Պիտի փոխարենը բարձրացնեն, վերակառուցեն, այս ասֆալտի մակերեսին այն, բայց բռներ ասֆալտը փռել են դիտավորին, կատուկ է, sense բանոց կա։ Ժողովրդական լեզվով ասած, բերել են լուկը ասֆալտապատել են, հետո կանալիզացիան տվել է, ստիպել քանդել են, չէ՞։ Նայ։ Ու այս ասֆալտը լրիվ է, որ ուզենամ ձեռս գցեմ քանդեմ, հաստատ կարողանալու եմ։ Ու նորից եմ կրկնում, այս ձևի փողերը մսխել հոդս ցնդեցնել, ինչա՞ է ձեր ՔՊ-ականն, նա տղեկ։ Ամոթ է, էլի շնորհք ունեցեք։ Գոնե փող ուտում եք, այնպես տեղ կերեք, որ երեխեքի վրա չուտեք այդ փողն, էլի։ Մանկապարտեզի վրա մի կերեք այդ փողն, էլի։ Ինչ բջանեն, ինչ պիտի անեն։ Դատեն ԿՊԱ-ականներին, բոլորին պատասխանատվության ենթարկեն ու բերեն նորմալ կառուցեն։ Ես հարցը ուզում եմ նաև տալ այդ ոլորտը համակարգող փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին։ Լևոն Հովհաննիսյան, ձեր երեխային կբերեիք այս մանկապարտեզը։ Բարձր մարկան։ Չախոյան այդ որ նյութ եք անում թաղապետին մատնանշում եք, તો թափեմ երկուսիդ վրեն, քո մեսրոպի։ Թափեմ ես քո վրեն, արա։ Դե կտենանք, արա։ Թափեմ վրե, տարա։ Լսի այ համբալ։ Դե լսի որնա, տեղ ժամք պայմանավորվեք կտենանք իրանք, այ թափեմ մրթիդ։ Ու պատասխան ես տալու, այ համբալ։ Ոնց որ իշխան դեպքից ժպտացիք, լավ զգացիք ոգևորված, արա։ Այ համբալ։ Հեսա դեն այ հալդ ինչ ալնելու, արա։ Կար լխելու եմ քեզի, այ համբալ։ Քեզի դրել ես ծարի տեղ ժամ կասես, եղավ արա։ Քեզ որ դնում ես Ես այո միտումնավոր եմ զանգել իրենց Ես այո միտումնավոր եմ զանգել իրենց Հայոյել եմ նորից եմ կրկնում լավ եմ արել Հայոյել եմ նորից եմ կրկնում լավ եմ արել Իսկ ինչ մնում է Չախոյան Արտուրը, որ ինձ զանգարել է, ես չեմ վերցրել, ճիշտ է ասում, զանգարել է, չեմ վերցրել, որովհետև, եթե ես գիտեմ մի մարդու, որ տղու նշուլ չկա վրեն, տղու շնորհք չկա վրեն, ասենք տնոջ պես զապիսանում մասնավոր խոսակցությունը, խորհուրդ կտամ իր տան գիշերվա խրախճանքները զապիսանի ու հանրայնացնի։ Իրական գիշերվա խրախճանքները զապիսանի ու հանրայնացնի։
Բայց թաղապետը տեղում է։ Այո։ Ուրեմն ասեք դուրս գալի, որ այս գործողությունը հանրային քննարկման հետ ոչ մի աղերս չունենա։ Ես իր ասելու բան ունեմ, եկել եմ իր դեմքին ասեմ, որից հետո առասարակ տեղի ունեցածը չխառնենք հանրային քննարկման հետ։ Մեկը մյուսը ոչ մի անձնական խնդիր չեն քննարկում, հանրային քննարկումը, խնդրում եմ դահլիճ մտեք, այնտեղ մնացածը որոշի տեղ։ դուրս չի գա։ Դահլիճ Չի գալի։ Ինչի համար։ Բան ունեմ ասել։ Ես էլ քեզ բան ունեմ ասելու, բայց առանց կամերայի հետո, արի։ Առանց Եկել ես կամերայի հանրային հետո։ Լավ, հետո Ես որ դու փորձում ես վիրավորես մարդկանց մի պատասխան տաս դրա համար։ Ես շենքի բոլոր տեղակին ես վիրավորել։ Մունատ չգաք, մունատ չտոն մի բարձացեք, ես ձեր հետ հանգիստ եմ խոսում։ Արի հանրային քննարկումը Ես իրար հետ խոսանք առանց կամերա եղավ։ Պատրաստ եմ։ Դու լավ տղա ես։ Լավ տղեն դու չես։ Միտումնավոր եմ զանգել, միտումնավոր եմ զանգել, միտումնավոր եմ զանգել։ Դու լավ տղա ես։ Լավ տղեն դու չես։ Ես այո միտումնավոր եմ զանգել իրենց։ Ես այո միտումնավոր եմ զանգել իրենց։ Հայոյել եմ նորից եմ կրկնում, լավ եմ արել։ Հայոյել եմ նորից եմ կրկնում, լավ եմ արել։